Island Express ընկերությանը պատկանող ուղղաթիռը 15 րոպեում պետք է հասներ տեղ։ Օդաչուներից մեկը հայ ազգի Արա Զոբարյանն էր, իսկ ուղևորների շարքում էր հայտնի բասկետբոլիստ Քոբի Բրայանը և նրա դուստրը՝ Ջիջին։ Բարձրանալուց մի քանի րոպե անց ուղղաթիռը ռադարներից անհետանում է։ Մինչև փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում, դրան հաջորդում է 300 կմ/ժ արագությամբ հարված լեռան լանջին։ Ուղղաթիռը սկսում է այրվել։ Ներսում գտնվող բոլոր անձիկ, ինչպես նաև օդաչուները, բոլորը մահանում են։ Ինչի կամ ում պատճառով է ուղղաթիռը որոշել թռիչքի դուրս գալ, չէ՞ որ բարենպաստ եղանակ չէր այդ ժամանակ, և ով էր մեղավոր, սա կանխամտածված սպանություն էր, թե դժբախտ պատահար։ Այսօր խոսելու ենք NBA-ի օլիմպիական չեմպիոն, ինչպես նաև ամբողջ աշխարհում բասկետբոլի ոլորտում մեծ դեր ունեցող, մեծ անուն ունեցող լեգենդար Քոբի Բրայանթի մասին, նրա կարիերայի, ընտանիքի, ինչպես նաև նրա մահվան մասին։ Բայց մինչև տեսանյութին անցնելը չմոռանաս սեղմել զանգակ կոճակը, ինչպես նաև բաժանորդագրվես ալիքին։ What's your emergency? Քոբի Բին Բրայանթը ծնվել է օգոստոսի 23-ին 1976 թվականին ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում։ Նրա հայրը Ջո Բրայանթը NBA-ի նախկին խաղացող էր։ Փոքրիկ Քոբին բառացիորեն մեծանում էր բասկետբոլի մեջ։ Երբ նա 6 տարեկան էր, հայրը ավարտում է NBA-ի կարիերան և ընտանիքը տեղափոխվում է Իտալիա։ Այնտեղ Քոբին սովորում է իտալերեն և իսպաներեն, հաճախում է սովորական դպրոց, սկսում է զբաղվել սպորտով և սիրահարվում եվրոպական բասկետբոլին։ Իտալիայում բասկետբոլն ավելի տեխնիկական էր, քան ուժային, ինչը հետագայում ազդում է նրա ոճի վրա։ Բացի բասկետբոլը, Քոբին սկսում է նաև ֆուտբոլով զբաղվել։ 1991 թվականին Ջո Բրայանը ավարտում է իր կարիերան Իտալիայում և ընտանիքի հետ վերադառնում Ամերիկա։ 13-ամյա Քոբին ընդունվում է Lower Merion ավագ դպրոց և հենց այնտեղից սկսվում է բասկետբոլի կարիերան, դառնալով դպրոցի առաջատար խաղացողն ու Ամերիկայում դպրոցականների մեջ լավագույն բասկետբոլիստը։ Վերջին դասարանում նա մեկ խաղում արդեն միջինում հավաքում էր 30-ից ավել միավոր և իր թիմին հասցնում նահանգային առաջնություն։ 1996 թվականին դպրոցն ավարտելուց հետո Քոբին չի ցանկանում ընդունվել ոչ քոլեջ, ոչ էլ համալսարան։ Նա ցանկանում է միանգամից ընդունվել NBA։ Սա շատ ռիսկային էր, քանի որ այդ տարիներին բացառիկ մարդիկ կարող էին նման ռիսկի դիմել և հաջողել, իսկ Քոբին ցանկանում է բոլորին ապացուցել, որ նա դա կարող է անել։ Այսպիսով, NBA-ի դրաֆթի ժամանակ Քոբին ընտրվում է 13-րդ համարով, սկզբում Շարլոտ Հորնետսի կողմից։ Բայց նույն երեկո տեղի է ունենում ճակատագրական փոփոխություն, և Քոբին տեղափոխվում է Լոս Անջելեսի Lakers։ Այդ ժամանակ նա ընդամենը 17 տարեկան էր, լիգայի ամենաերիտասարդ խաղացողը։ Սկզբում Քոբին հիմնական կազմում չէր։ Նա նստում էր պահեստայինների նստարանին։ 1997 թվականի խաղի ժամանակ մի քանի գնդակ բաց է թողնում և բոլորը կարծում են, որ դեռ շատ շուտ է, որպեսզի նման տարիքի երեխան խաղա իրենց հետ հավասարը։ Բոլորը մտածում են, որ վերջ, Քոբին կորցրեց իր փայլը, իր ուժն ու եռանդը կորցրեց և որ նրա տեղը դեռ լիգան չէ։ Սակայն այդ ամեն ինչը շատ մեծ մոտիվացիա է հանդիսանում Քոբիի համար և նա օր ու գիշեր սկսում է մարզվել։ Թիմակիցներն ասում են, որ առաջինը Քոբին էր մտնում ներս, հետո վերջինը դուրս գալիս։ Ամբողջ օրը նա անցկացնում էր սպորտզալում, ինչպես նաև խաղահրապարակում, փորձում իր տեխնիկան բարելավել, փորձում իրեն ֆիզիկապես ավելի շատ կոփել։ Եվ 1999-ից 2002 թվականներին այդ ամենը իր արդյունքը ցույց տվեց։ Քոբին դարձավ իր թիմի լավագույն խաղացողներից մեկը։ Lakers-ը Շաքիլ Օնիլի և Քոբի Բրայանի միջոցով 3 անգամ անընդմեջ դառնում է NBA չեմպիոն։ Քանի որ խոսեցինք Շաքիլ Օնիլի մասին, ասեմ, որ դա, ինչպես նաև Քոբի Բրայանը, Lakers-ի ամենահաջողակ, այսպես ասած, ձեռքբերումներն են։ 1997 թվականին նրանք երկուսին էլ ձեռք բերեցին և սկսեցին իրենց հիմնական կազմում ներառել, երկու տղաներն էլ շատ ակտիվ են և բոլորը կարծում են, որ նրանք լավ ընկերներ պետք է լինեին, սակայն շատ հաճախ Քոբին ցանկանում էր Շաքիի տեղը վերցնել և հակառակը։ Բանը հասնում է նույնիսկ նրան, որ նրանք երկուսն էլ սկսում են իրար մեղադրել, իրար
հարվածել, դա սկզբում դառնում է սովորական երևույթ նրանց հանդերձարանում, իսկ հետագայում արդեն դաշտում ցույց են տալիս, թե որքան շատ են իրար ատում, իրար գնդակ չեն փոխացում, սկսում են նաև մամուլում խոսել շատ վատ բաներ իրար մասին։ 2004 թվականին Շաքը լքում է թիմը, եւ բոլորը սկսում են խոսել այն մասին, որ Քոբին առանց նրա չեմպիոն չի դառնա։ Քոբին իհարկե Շաքի հեռանալուց հետո 2009 եւ 2010 թվականներին առաջնորդում է Lakers-ը եւ 2 նոր NBA չեմպիոնություն բերում թիմին։ Ժամանակի ընթացքում նրանք իհարկե հաշտվում են ու շարունակում իրենց ընկերությունը։ 2006 թվականին Քոբին մեկ խաղում հավաքում է 81 միավոր։ NBA պատմության մեջ երկրորդ լավագույն արդյունքն է։ Առաջին արդյունքը 1962 թվականին Wilt Chamberlain էր, իր 100 միավորով, որը մինչև օրս ոչ ոք չի կարողացել գերազանցել։ Իսկ 2010 թվականին նա նվաճում է իր վերջին NBA տիտղոսը։ Քոբին նաև օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է։ Նա ԱՄՆ-ի հավաքականի կազմում 2008 թվականին Պեկինում եւ 2012 թվականին Լոնդոնում 2 ոսկե մեդալ է նվաճում։ 2016 թվականի ապրիլի 13-ին 37 տարեկանում Քոբին անց է կացնում իր վերջին հանդիպումը։ Mamba out բառերով նա հեռանում է հանդիպումից 60 միավորով եւ հաղթանակով։ Սև Մամբան Քոբիի մականունն էր։ Նա ոգեշնչվել էր Տարանտինոյի «Սպանել Բիլի» ֆիլմից, որտեղ Սև Մամբան գլխավոր հերոսուհու մականունն էր։ Սև Մամբան նրա համար դարձավ կերպար, նրա բրենդը, գաղափարն ու մտածելակերպը, իսկ Մամբան մենթալիտետ։ Ըստ նրա խոսքերի, այսօր երեկվանից ավելի լավը լինելու ձգտումն է, բայց եթե ձեզ թվում է, որ նրա կերպարը միշտ եւ ամեն տեղ դրական եւ անբիծ է եղել, սխալվում եք։ Քոբին շատ հաճախ սկանդալներ են վերագրել։ Նա շատ հաճախ եղել է ամենավատ խաղացողը, քանի որ չի տվել պաս ոչ ոքին, միշտ եղել է էգոիստ, չի օգնել իր խաղընկերներին, որպեսզի նրանք ել ավելի լավ խաղան, ինչպես նաև միշտ ցանկացել է ուշադրության կենտրոնում լինել։ Ինքներդ կարող եք եզրակացություն անել, սա լավ թե վատ նշան է, քանի որ այս ամեն ինչի միջոցով Քոբին հասավ այն ամենին, ինչը նա ուներ։ Իսկ այն, որ Քոբին տառապում էր աստղային հիվանդությամբ, պարզ էր բոլորին։ Նա շատ ծանր էր տանում ուրիշների հաջողությունները։ 2003 թվականին Քոբին մեղադրվում է Կոլորադոյում 19-ամյա երիտասարդ աղջկա սեռական բռնության համար։ Աղջիկն աշխատում էր հյուրանոցում որպես հյուրընկալ, եւ այդ օրը ինքն է ընդունել Քոբիին հյուրանոցի լավագույն համարում, որտեղ էլ իր խոսքերով ենթարկվել է սեռական բռնության։ Քրեական գործը հետագայում փակվում է, քանի որ աղջիկը հրաժարվում է դատարանում ցուցմունք տալուց, իսկ բավարար ապացույցներ չկային։ Չնայած, որ աղջկա դիմելու ժամանակ բոլոր ապացույցները հավաքվել էին, սակայն հայտնի է, որ նրանք ուղղակի գաղտնի համաձայնության են եկել։ Քոբին հրապարակավ ընդունում է, որ աղջիկը իր հետ շփումը սխալ է ընկալը։ Նա ընդունում է նաև, որ սեռական հարաբերություններ եղել են, բայց դա եղել է աղջկա համաձայնությամբ։ Իդեպ այդ ժամանակ Քոբին արդեն ամուսնացած էր։ Ինչն է ստիպում նրա կնոջը այս սկանդալից հետո մնալ ամուսնու մոտ, չգիտեմ ճիշտն ասած։ Միգուցե նա ուղղակի սիրում էր, թե գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններին։ Պարոհի Վանեսան եւ Քոբին ծանոթանում են իրար հետ։ Քոբին այդ ժամանակ 26 տարեկան էր, իսկ Վանեսան իր ապագա կինը 16-ամյա։ Աղջիկը ապրում էր Snoop Dogg-ի տեսահոլովակներում, այդ ժամանակ էլ նրանք ծանոթացել են իրար հետ։ Քոբին Վանեսային ուղեկցում էր դպրոց թանկարժեք մեքենայով, սկսում նրա հետևից տարբեր տեղեր գալ, տանել, բերել, նրան շատ հաճախ նվերներ անել, իսկ դպրոցում այդ ամենը իմանալուց հետո Վանեսային սկսում են մի այլ աչքով նայել, սկսում է խոսակցություն, թե ում հետ է նա շփվում, ինչպիսի հաջողություններ նա ունի, ինչը ոչ դպրոցի տնօրինությանը, ոչ է Քոբիին դուր չեն գալիս։ Ուր էին նայում ծնողները, երբ իրենց 16-ամյա աղջկա շփումը սկսվեց չափահաս տղամարդու հետ, հա, այսպես կարելի է ասել, ճիշտ է որ ասեմ ոչ մի տեղ, քանի որ նրանք գումար չունեին, Քոբին գումար ուներ, նրանք շատ վատ էին ապրում, Քոբին շատ լավ էր ապրում, իդեալական մեչ էր։ Նրանք հասկանում են, որ եթե կարողանան այնպես անել, որպեսզի աղջիկը ամուսնանա Քոբիի հետ, ապա մինչև կյանքի վերջ նրանք ապահովված կլինեն։ Եվ չէին սխալվում։ Ծնողները միշտ ճիշտ են։ Դպրոցում սկսում է ամեն ինչ ավելի թեժանալ։ Հաճախ արդեն լրագրողները ոչ թե Քոբիից են հարցազրույց վերցնում իր սիրո մասին, սիրո պատմության մասին, այլ գնում հասնում դպրոց եւ Վանեսայից կամ նրա ընկերուհիներից փորձում հարցազրույց վերցնել։ Այդ ամենը կարող էր նույնիսկ լինել դասի ժամանակ։ Ինչ է անում դպրոցը։ Ոչինչ։ Դպրոցը ոչինչ չի ձեռնարկում։ Նրանք խոսում են Քոբիի հետ եւ Քոբին
Վանեսային ուղղակի դպրոցից հեռացնում է։ Վանեսան անցնում է տնային ուսուցման։ Այս ամենը դուր չի գալիս նաև Քոբիի ընտանիքին, ծնողներին եւ քույրերին։ Նրանք դեմ են լինում իրենց հարաբերություններին։ Համարում են, որ մեքսիկական արմատներ ունեցող պարուհին հարմար տարբերակ չէ իրենց տղային։ 2001 թվականի ապրիլին Քոբին եւ Վանեսան ամուսնանում են։ Վանեսան այդ ժամանակ 18 տարեկան է լինում, իսկ հարսանիքին Քոբիի ընտանիքից ոչ ոք չկա։ Հարսանիքը շատ փոքր է լինում։ Հրավիրված չեն լինում նույնիսկ Քոբիի խաղընկերները։ Բոլորը նրան խորհուրդ են տալիս գոնե ամուսնական պայմանագիր կնքեն, բայց Քոբին կատեգորիկ դեմ է լինում եւ ասում է, որ վստահում է Վանեսային։ Նրանք 4 աղջիկ են ունենում եւ Քոբին միշտ հպարտանում է ասելով, որ ինքը աղջիկների հայր է։ Քոբին որպես հայր շատերի համար բացահայտում է լինում։ Նա իր բոլոր աղջիկներին սիրում է, նրանց հետ փորձում որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել, բայց բացառություն է Ջիջին։ Նա Ջիջիի համար ուղղակի խելագարվում էր։ Ջիջի, Քոբին եւ Վանեսայի երկրորդ դուստրը ծնվել է 2006 թվականի մայիսի 1-ին։ Մինչև 7-8 տարեկանը Ջիջին մեծանում էր իր հասակակիցների նման՝ դպրոց, խաղեր, ինչպես նաև տարբեր սպորտաձևեր։ Նա փոքր տարիքից ներկա է գտնվում հայրիկի մարզումներին, խաղերին եւ Քոբին ասում է, որ աղջիկը ոչ միայն նայում է խաղը, այլ փորձում վերլուծել այն։ 8 տարեկանից Ջիջին սկսում է ավելի լուրջ զբաղվել բասկետբոլով, մարզվելով Քոբիին պատկանող Մամբա Սպորտ Ակադեմիայում։ 10-ից 11 տարեկանում Ջիջին սկսում է խաղալ մանկական թիմերում։ Քոբին անձամբ է մարզում նրան։ Այդ տարիքում նա, ինչպես Քոբին իր ժամանակ, արդեն հստակ նպատակ ուներ՝ խաղալ կանանց ազգային բասկետբոլի ասոցիացիայում եւ զարգացնել կանանց բասկետբոլը։ Քոբին եւ Ջիջին գրեթե միշտ միասին էին։ Ցավոք, նաեւ 2020 թվականի հունվարի 26-ը։ 2020 թվական հունվարի 26 Լոս Անջելեսյան խցանումներից խուսափելու համար Քոբին որոշում է անձնական ուղղաթիռն օգտագործել եւ իր աղջկա հետ, նրա 2 14-ամյա ընկերուհիների, նրանց ծնողների հետ բարձրանում են օդ։ Տեղական ժամանակով 9:06 րոպեին ուղղաթիռը բարձրանում է վերև։ Ուղղաթիռում բացի հայազգի օդաչու Արա Զոբանյանից եւս 8 մարդ կային։ Սկզբում թռիչքը նորմալ ռեժիմով է ընթանում եւ ուղղաթիռը շարժվում է հյուսիս-արևմուտք։ Եղանակն այդ օրը մառախլապատ է լինում, տեսանելիությունն էլ շատ վատ։ Շատ թռիչքներ նույնիսկ հետաձգվում են, բայց Քոբին որոշում է, որ պետք է շարունակեն թռիչքը։ Օդաչուն համեմատաբար ցածր է բարձրությունը պահում, քանի որ վերևում մառախուղն ավելի խիտ է։ 9:21-ին կապ է հաստատում օդային կառավարման հետ եւ ասում, որ թռչում է հատուկ տեսողության պայմաններում։ 9:20-ից 9:30 րոպեին ուղղաթիռը ժամանակ շահելու համար սկսում է շրջանաձև պտույտներ անել, որ մառախուղը թուլանա։ 9:37-ին թռիչքը շարունակելու թույլատվություն է ստանում, սակայն տեսանելիությունը սկսում է ավելի վատանալ։ 9:40-ին ուղղաթիռը սկսում է արագ վեր բարձրանալ, ապա միանգամից իջնում է։ Այս պահին արդեն օդաչուն տարածական ապակողնորոշում ունի, չի զգում որտեղ է եւ ինչ բարձրության վրա է։ 9:45 ուղղաթիռը թռիչքից ուղիղ 39 րոպե անց մեծ արագությամբ բախվում է Կալաբասասի լեռան լանջի։ Բախմանը անմիջապես հետևում է հրդեհը։ 15-ից 20 րոպե անց դեպքի վայր են մոտենում հրշեջները, ոստիկանությունն ու շտապօգնության խմբերը, սակայն մառախուղի եւ լեռնային տարածքի պատճառով անմիջապես վթարի կենտրոնին մոտենալ չի ստացվում։ Չնայած ներկաներին պարզ էր, որ ողջ մնալու շանսերը գրեթե 0 են։ Մոտենալուց հետո դեպքի վայր ոստիկանները փակում են տարածքը որոշ հետաքննություններ անցկացնելու համար։ Առաջին պաշտոնական հայտարարություններից անմիջապես հետո կայծակնային արագությամբ տարածվում է, որ ուղղաթիռում գտնվող 9 մարդն էլ մահացել է։ Սկսվում է հետաքննություն։ Հետաքննությանը մասնակցում են գրեթե բոլորը, ինժեներից սկսած վերջացրած օդերևութաբաններից։ Նրանք հասկանում են եւ շեշտում այն փաստը, որ այդ օրը տեսանելիությունը շատ վատն է եղել։ Բայց ինչ նպատակ կար, եթե նման վատ տեսանելիություն կար բարձրանալ օդ։ Ցավոք շատ դեպքերում դա լինում է հենց հաճախորդի պատվերը, այսպես կարելի է ասել, այսինքն այն մարդու, որ վարձել է ուղղաթիռը եւ նա է պատվիրում։ Այստեղ կանգնեն, չկանգնեն ու շատ հաճախ ամբիցիայի պատճառով էլ կարող է նրանք չցանկանան, որպեսզի ուղղաթիռը վայրէջք չկատարի, նրանք ցանկանան շարունակվի ընթացքը։ Մենք նման բազմաթիվ դեպքեր գիտենք եւ եթե ցանկանաք կարող եք մեկնաբանություններում գրել, սիրով կխոսենք նաեւ այդ պատմությունների մասին։ Վթարի պաշտոնական եզրակացությունն էր մառախուղը։ Վատ մառախուղի պատճառով ուղղաթիռը չի տեսել, թե ուր է գնում եւ բախվել է լեռան լանջին։ Այսպիսով
կինը Վանեսան դատի է տալիս այն ընկերությանը, որտեղ աշխատում էր մեր հայազգի օդաչուն Արազոբանյանը, ով հիշեցնեմ այդ ժամանակ 50 տարեկան էր ու իր կարիերայում նա ուղղակի համարում էր լեգենդար օդաչու ու շատ հաճախ Քոբին հենց նրան էլ վստահում էր իր անձնական թռիչքները։ Վանեսայի հայցի պատճառը վատ եղանակային թռիչքի թույլտվությունն ու օդաչուի անփութությունն էր։ Ընկերությունը հակահայց է ներկայացնում, պնդելով, որ ցավոք եղանակային պայմաններն անխուսափելի գործոն են, ֆորս մաժոր կարելի ասել։ Արդյունքում կողմերը համաձայնության են գալիս։ Փոխհատուցման գումար չի բարձրաձայնվում։ Մյուս հայցը Լոս Անջելեսի շրջանի շերիֆի վարչության դեմ էր, դեպքի վայրից լուսանկարների անթույլատրելի տարածման համար։ Վանեսան շահում է դատը եւ մյուս ընտանիքների հետ միասին 16 միլիոն դոլարի փոխհատուցում է ստանում։ 2020 թվականի փետրվարի 24-ին դժբախտությունից ուղիղ 1 ամիս անց մարզադահլիճում, որտեղ Լոս Անջելես Lakers թիմում Քոբին անց է կացրել իր 20-ամյա կարիերան, տեղի ունենում նրանց հիշատակի արարողությունը։ Հերթով ելույթ են ունենում խաղընկերները, մարզիչները, ընտանիքի անդամներն ու շատ հայտնի մարդիկ։ Արարողության ամենահուզիչ ու տպավորիչ պահը Վանեսայի խոսքերն էր, հատկապես երբ նա ասաց, որ ինքն ու Քոբին թիմ են։ Քոբին այժմ հոգ է տանում Ջիջիի մասին, իսկ ինքը իրենց մյուս աղջիկների։ Դահլիճում ոչ ոք չէր կարողանում արցունքները զսպել։ Արարողությունն ավարտվեց ծափահարություններով, սուլոցներով եւ Քոբի վանկարկելով։ Այնպես, ինչպես միշտ եղել է Քոբի Բրայանթի յուրաքանչյուր խաղից հետո։ Շնորհակալություն տեսանյութը դիտելու համար, կխնդրեմ բաժանորդագրվել ալիքին, ինչպես նաև կիսվել մեկնաբանություններում։ Հավանում եք այս նոր շարքը, թե ոչ։ Նոր շարքում մենք հիշեցնեմ, որ խոսելու ենք հայտնի մարդկանց մասին, ավելի կոնկրետ նրանց առեղծվածային մահվանը, փորձելու ենք անդրադառնալ եւ հասկանալ այդ ամենը կեղծ էր, պատահականություն էր, թե մտածված էր։ Մինչ նոր հանդիպում, կխնդրեմ բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, հավանեք տեսանյութը եւ կիսվեք ձեր կարծիքով։ What's your emergency?